2 եզրափակիչ և 2 ոսկի։ Այսօրը հաջող էր Վրաստանի ձյուդոյի հավաքականի համար։ Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում Լաշա Գուջեջյանի մարզած հավաքականը նվաճեց առաջին բարձրագույն հարգի ոսկե մեդալները։ Կանանց 57 կիլոգրամ քաշային կարգում հաղթեց Էթեր Լիպարտելյանին և դարձավ առաջին վրացի կին ձյուդոիստը, ով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Իսկ մինչև 73 կիլոգրամ քաշային կարգում Լաշա Շավդաթուաշվիլին դրամատիկ պայքարում հաղթեց և իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ մայրցամաքի չեմպիոն։ Թուրքիայի Անտալիա քաղաքում դիվանագիտական ֆորումը կշարունակվի 3 օր։ Տարբեր երկրների առաջնորդները կքննարկեն աշխարհաքաղաքական լարվածությունը, միջազգային անվտանգությունը, տնտեսական գործընթացները և բազմակողմ հարաբերությունների ապագան։ Ֆորումը բացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումն այսօր պաշտոնապես բացվեց։ Մասնակցում է Վրաստանի վարչապետը, ով մասնակցել է պանելային քննարկմանը։ Անտալիայում պանելային քննարկման ժամանակ ևս մեկ անգամ հաստատեցի Վրաստանի դերը որպես Եվրոպան և Ասիան կապող կամուրջ, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես Իրակլի Կոբախիձեն է նշում, քննարկման ընթացքում խոսել է հարևան երկրների միջև համագործակցության վրա հիմնված ուժեղ հարաբերությունների արժեքների մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր առևտրային նավերի համար Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ժամանակ։ Իրանի այս որոշմանը արձագանքում է ԱՄՆ-ի նախագահը։ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնում Իրանին ընդունված որոշման համար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ասում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը կմնա ուժի մեջ, մինչև Իրանի հետ բոլոր վիճելի հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Հիշեցնենք, որ Իրանը Հորմուզի նեղուցը փակել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց, իսկ դա գլոբալ շուկայում առաջացրել էր զգալի տատանումներ։ Ի պատասխան, ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսել է Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Տեղեկությունը տարածում է սոցիալական ցանցում Շալվա Պապուաշվիլին։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, նա թուրք գործընկերոջը ցավակցություն է հայտնել վերջին օրերին Թուրքիայի դպրոցներում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որոնք ավարտվել են զոհերով։ Նաև խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի 152-րդ նստաշրջանի հաջող կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար։ Հանդիպման ժամանակ զրուցել են միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման և տարածաշրջանային խորհրդարանական ձևաչափերի ակտիվացման մասին։ Նշվել է, որ Վրաստանը կհյուրընկալի Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում և աշխարհում ընթացող իրադարձությունները, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և Վրաստանի ներդրումը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման գործում։ Հանդիպումը տեղի է ունեցել քաղաք Ստամբուլում անցկացվող Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի 152-րդ նստաշրջանի շրջանակներում։ Տեսնում ենք, որ Բրյուսելը դարձել է խոչընդոտող գործոն Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերություններում և նրա ֆիլտրով է տարածվում Վրաստանի վերաբերյալ սխալ տեղեկատվություն։ Այս մասին Ստամբուլում վրացի լրագրողների մոտ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլիի խոսքով, ապա տեղեկատվությունը, որը Բրյուսելից լսվում է Վրաստանի վերաբերյալ, տարածվում է նաև Եվրամիության անդամ երկրներում։ Խորհրդարանի նախագահի խոսքով, Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բոլորը նշել են, թե ինչպիսի ճգնաժամ են ապրում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության պատճառով։ Մեր տարածաշրջանի և 4 պետությունների իշխանությունների կողմից իրականացվող ճիշտ ազգային շահերին ուղղված քաղաքականությունը ապահովում է, որ չնայած ճգնաժամերին, տարածաշրջանում պահպանվում են խաղաղությունն ու կայունությունը։ Սա կարևոր է մեր ժողովրդի և տնտեսական աճի համար։ Այդ պատճառով մենք կշարունակենք տարածաշրջանում այս ձևաչափով ինտենսիվ համագործակցությունը, հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։ Իշխող թիմը կրկին պահանջում է թարմացնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված տեղեկատվությունը։ Վրացական երազանքում հայտարարում են, որ այս հարցի վերաբերյալ հարցեր տվել են գերմանացի դիվանագետներին Վայմարյան եռանկյունու երկրների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, սակայն համոզիչ պատասխան չեն լսել։ Իսկ ընդդիմության գնահատմամբ Եվրամիությունը չի ճանաչում վրացական իշխանության լեգիտիմությունը և Գերմանիայի արտաքին գերատեսչության կայքում հրապարակված տեղեկատվությունը ոչ թե տեխնիկական խափանում է, այլ քաղաքական որոշում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության կայքում որպես Վրաստանի նախագահ կրկին նշված է Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Ընդդիմության մի մասը կարծում է, որ Հունգարիայի սցենարը պետք է կրկնվի նաև Վրաստանում։ Խոսքը վերաբերում է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին, որտեղ ընդդիմությունը հաղթել է։ Նրանք համաձայնում են, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով եւ դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ հաղորդակցություն ընտրողների հետ։ Իսկ իշխող թիմում վստահ են, որ Վրաստանում ընդդիմությանը ոչինչ չի հաջողվի, քանի որ նրանք հակասում են վրաց ժողովրդի կամքին եւ կատարում են միայն արտաքին ուժերի պատվերները։ Փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթության եւ ընդհանուր կրթության մասին օրենքներում։ Նախաձեռնությունը քննարկվել է Կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում։ Քննարկումը վերաբերել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերի 3+1 մոդելին անցմանը։ Շեշտը դրվել է նաեւ այսպես կոչված դիպլոմների ամնիստիայի թեմայի վրա։ Խոսքը վերաբերում է մինչեւ 2010 թվականը տրված դիպլոմներին։ Եվս մեկ հարց վերաբերում է արտասահմանյան դպրոցներից վրացական դպրոցներ տեղափոխված աշակերտների գնահատականների ճանաչմանը։ Նախարարության նախաձեռնությամբ այդ գնահատականների ճանաչումը կիրականացնեն հենց վրացական դպրոցները։ Վրաստանի ներքին գործերի նախարարության փորձագիտական քրեագիտական վարչության պատվիրակությունը մասնակցել է միջազգային ֆորումին։ Նիստը անցկացվել է Վաշինգտոնում։ Մասնակիցները քննարկել են թվային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում առաջացող նոր մարտահրավերները, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման եւ ապացույցների մշակման ժամանակակից մեթոդաբանությունները։ Այցի շրջանակներում վարչության համակարգչային եւ թվային տեխնոլոգիաների փորձաքննության բաժնի 2 ներկայացուցիչներ անցել են միջազգային դասընթացավարների ծրագրի առաջին որակավորման փուլը։ Նպատակն է բարձրացնել աշխատակիցների որակավորումը եւ ուժեղացնել գերատեսչության ինստիտուցիոնալ կարողությունները։ Ենթակառուցվածքների նախարարը Իմերեթիում բնական աղետի հետևանքով տուժած Կուրսեբի գյուղում է եղել եւ տեղում ծանոթացել վնասված ճանապարհային ենթակառուցվածքին։ Որոշվել է, որ մոտ ապագայում կկառուցվի ժամանակավոր այլընտրանքային ճանապարհ։ Զուգահեռաբար կպատրաստվի նաեւ նոր մշտական շրջանցիկ ճանապարհի նախագիծը։ Քննարկվել են առկա իրավիճակի կայունացման եւ բնակչության անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Թբիլիսին հյուրընկալում է սպորտային կրթության միջազգային ֆորումը։ Վրաստանը եւս մեկ անգամ դարձել է տարածաշրջանային կենտրոն սպորտային արդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Առավոտից համաշխարհային մակարդակի փորձագետներ, բիզնեսի առաջնորդներ եւ սպորտի մենեջերներ իրենց փորձը կիսում են հետաքրքրված անձանց հետ։ Պատվավոր հյուրն է լեգենդար նիդերլանդացի դարպասապահ Այաքսի նախկին գլխավոր տնօրեն եւ սպորտային մենեջմենթի ամենաազդեցիկ գործիչներից մեկը Էդվին վան դեր Սարը։ Միջոցառման կազմակերպիչներն են Կրույֆի ինստիտուտը եւ Ջանո Բագրատիոնի անվան բիզնեսի դպրոցը եւ սպորտային ակադեմիան։ Երկօրյա ինտենսիվ ծրագիրը ներառում է ինչպես պանելային քննարկումներ, այնպես էլ գործնական workshop-ներ տարբեր թեմաներով։ Այդ թվում ինչպես է տվյալների վերլուծությունը փոխում ժամանակակից սպորտը, հոգեկան առողջությունը սպորտում, սպորտային մարքեթինգը եւ երկրպագուների ներգրավման ռազմավարությունները արհեստական բանականության դարաշրջանում։